Բարև ձեզ ընկերներ, այսօր մեր Հայկի հետ ենք հաղորդումը նկարելու, բարև Հայկ ջան։ Հայկը Շամշադինից մեր զինված եղբայրն է ու բերել է շատ յուրահատուկ զենք։ Ես էլ օգնելու եմ նկարենք, որովհետև հազիվ սենց համաձայնվել ենք իրար հետ։ Հայկ ջան, կասես ինչ զենք է զենքդ։ Weber 12302 ախպեր 700 թվոլ։ 700 թվոլ։ Կհիշեք ընկերներ, առաջի հաղորդումներում ես այս զենքի 59 փողով զենք ունեի, որ վերջում է ասում էի խորհուրդ կտամ չառնեք դրանից։ Այս դեպքում խորհուրդ կտամ առնենք, չնայած եթե չեմ սխալվում, այլ խանութներում չկա, չէ՞ սրանցից։ Սա շատ ավելի դիպուկ կարա լինի, եթե հետա աշխատանք տանես, նույնիսկ քան ծիգռը SVD-ն, ինչը այսօր միասին կփորձենք։ Հիմա կասես ինչերն ես փոխել, Հայկ ջան։ Բրիգադը, մեկ էլ Ցևիոն։ Երկուսն էլ փոխված է, ու ամորտիզատորը էլի չկա, շատ բարակ է ինքը, համել պինդ ու թեթև։ Փոխվել է, որպեսզի կարենանք ոտեր տեղադրենք, ոտերն էլ է փոխված, այսինքն սարքված է։ Ինքնաշեն, հա, դու ես սարքել։ Ես եմ սարքել։ Նույնն էլ բրիգադը Սավ ինձերներ են։ Թշիկն է շատ կարևոր, որ այս սրա սովորական մոդելը թշիկ չուներ, չէ՞, ըստե փեդով էր, ես նայում եմ, չէ՞, փեդա, չէ՞ եղել։ Այս թշիկը կարևոր է։ Այս օպտիկայի պարագայում որ բարձրակայինը, ինչ էլ դնեմ, պիտի շատ հազ բան դնես, որ կարենաս դրանով բանանես։ Գիտես, բայց որ համ սա կարանք մի քիչ փոփոխենք ցածր լինի, համ օղակներով ցածրացնենք։ Ու էսի, ասենք, կարա միջանցի ավել իշնի, բավականին քեզ հարմար դառնա։ Ես էսին ընձակ աստվի, որ մոտ տարածքի վրա ես չափերով որ բան ինտերնետում կարդացի, իմացա թե տակից կարող։ Հա, որ շնե մնա, հասկացա, հա։ Էդ էլ բերի չեղավ։ Չի լինում տակից կրակել։ Կան այտենցներ, բայց դրանք էլ ավելի բարձր են կանգնում, вообще անհարմար են դառնում, էլի։ Զենքի տվյալները բացի որ փողը ավելի հաստ է, երկար է, փամփուշտը դրա պատճառով ավելի արագ է թռնում ու ավելի դիպուկ է, մնացածը մեկին մեկ համընկնում են այդ իմ ունեցած Weber-ի տվյալներին, բայց ստատուփը նույնն է, դետալները նույնն են, ինքը կարա մրցի SVD-ի հետ, որոշ դեպքերում է կարա հաղթի։ Մեկ է բանն էլ ես, հա, բռնակն էլ ես փոխել։ Չի, բոլորը փոխել է, բոլոր բաղկացուցիչ մասերը, ոչ հիմնական է, նշեմ նաև էլի, Հայկը լավացրել է, ես անամպեր սպասում եմ, երբ ենք գնալու իրար հետ փունջ կրակենք, տենանք ինչ արդյունք է այս զենքը տալի, հույս ունեմ լավ արդյունք է տալու։ Երևի այսքանը զենքից գնանք փորձենք, հա, ընկեր, գնացինք։ Եկել ենք 100 մետրի ճշտադրման տեղամաս, կրակելու ենք փունջ, մի փունջ կրակելու է Հայկը, հետո մի փունջ կրակելու եմ ես։ Կրակելու ենք TPU փամփուշտներով, որոնք բավականին որակյալ են ու քանի որ ծանր են, այս փողի թվիսն է 240, հա, ոչ թե SVD-ի պես 320, կարծում եմ ավելի լավ արդյունք ցույց կտան։ Բան չունենք, սելերբելոտ, թե չէ դրանով կփորձեինք, բայց ինչևէ ես ակնկալում եմ էլի լավ արդյունք։ Հայկ ջան։ Ահա։ Դու ամենաձախ թղթին կրակի, ես ամենաաչին կկրակեմ, հենց մեջտեղն է կրակի։ Եթե տեղը տան հարմար է, կարան գետնից է անենք, տես։ Լավ էլ հակա, բայց եսի դիր վերևից ձենը խփում է, էլի։ Չէ։ Որպես դիր։ Խփելու է, հետո ներքևը վատ կրակես, ասեն իշխոն հատուկ արեց, որ ինքը հաղթի։ Ահա, տոշնի եղել է։ Այս կողինը 100-ի չես բերում։ Խանգարում, հա, դե լավ ներող կլնես։
Շահովեի կրակից։ Հələ արի նայենք։ Հələ տասի, հա, դադերկը։ Կան հավայի։ Սա շահովեի։ Հեսա իրար հետ կնայենք, հես չմտածես։ Էդի եթե հավային է, ասում է, երկու ոան մեջն է մինիմում, հեսա էլի գպորցենք, հես չմտածես եղբայր, մի գնա առաջ, հիմա ես եմ, բայց գոնե հիմա մի քիչ հետ կանգնի էդ ձենը չվնա, նայ ես քո թշիկը ես չեմ կարա լավ օգտագործեմ, հաշլիկի է, օբա, Հե? Բռնակը հարմար է։ Հա։ Հա, ես իրա թղթին էի նայել, քոնը շատ հեռու է, ճիշտ է։ Էս ճոճն է դուրս չի գալի, մնացածը բռնակը հաստատ իրա բռնակից լավն է։ Արի մի հատ է մյուսով փորձի կուզես։ Հələ քո թուղթը նայեմ։ Կներես։ Էս դիրքից է դժվար։ Հա, նստած դիրքից։ Պարկած կուզեիր։ Հա։ Միշտ ապի եղբայր, ոնց քեզ հարմար է, տենց է կրակի։ Ես շատ էի զում արել, հա։ Կատապեք գնանք։ Արիա դեմի չանենք նորից են չանում։ Կրակի։ Մենք ընդհանրապես այս ձեռը տակից դնելու մի բան ենք սարքում։ Այս ձախ ձեռը, որ դու դրել էի սրա տակ է կամ բռնել էի։ Հատուց բռնում ենք։ Քանի որ տարածքում էլի մարդիկ կան, հագտեն փայլուն շորերը, որ համ ողջ գնանք, համ ողջ հետ վերադառնանք։ Ես ասեմ, որ քո զենքից գոհ եմ։ Հələ որ ձախ ձեռով, աջ ձեռով տակից բռնելու հարմարանք կլներ, ավելի լավ արդյունք կլներ։ Հեսա քիչնենք ներքև կլավացնենք։ Այսօր համել ոնց որ իրար հետ պարապելու ենք Հայկի հետ։ Նոր եղբորը ճանապարհենք հետ։ Էսի առաջինը վատն է, էսի բավականին ավելի լավ է, կանոնով կօգնեիք ընկեր Անդրան։ Առաջինը, որ պետք է հղկենք, հենց այս քո լավ փունջ հավաքելն է, հետո նոր մնացածն է գալու։ Վեց սանցին։ Այս հեռուն կարող է 7 լինի։ Հա գիրքով այսքան է տալի, բայց այս զենքը ավելի շատին է ունակ։ Ես սկզբից ես էի տեսել։ Ոսում եմ լավ է կրակել ես։ Նա ինչ լավ զենք է ընկեր։ Նայ։ Ես հոգնած եմ դրա 4 սանտիմ։ Ես էլ եմ այնտեղ սենց կրակում։ Ուր ես։ 1.5-ը չեմ համոզում մի ձև։ Մեջտեղները 1.5 են, այն մյուսը 1.5-ի 2-ի արանքի գծերով է։ Հա ինչ, ասում եկեք ձեր SPD-ով անընդհատ սենց կրակեք տենամ կարակ։ Անընկեր Անդրան։ Զենքը լավն է, պետք է ձեռներս բացենք։ Լավ է, չէ կրակի, գոհ ես իմ կրակացից։ Հեսա կեթանք ներքև։ Ես դողացնում եմ։
Դու ձեռդ էլ ես սխալ տեղ դնում, ես չուզեցա բանի մեջ ընդհատեմ, նայ, որսորդի պես էիր բռնել նստած ժամանակ, իսկ ներքևը ձեռդ դրել էիր այդ ռուշկի տակ, դու ձեռդ այս ուսից պտի բռնես, ու նայ, ոնց որ կրակող ձեռդ մենակ ձգանն է քաշում, այս մի ձեռը նշան բռնելն է, ու ասենք որ գաս, որոշ քանակ վերցնելու ես, ոնց որ մի 4 հատ փունջ կրակես, տղեկը կողից վերլուծեն սխալները լավացնեն, մի քիչ շունչ առնես, մի 4 հատ է փունջ կրակես, էլի վերլուծեն, տես մեկ է ջոգից եկավ սենց դառավ։ Հետ կանենք իրար այդ ընկերովի։ Շատ լավ զենք է, ու իր ավելացումները, վերափոխումները կամ ասում օգնել են, կամ մինիմում չեն խանգարել, որովհետև տեսակ 4-4.5 սանտիմետր փունջ էր։ Հիմա իջնելու ենք ներքև հեռու կրակելու, գնացինք։ Եկել ենք հեռու կրակելու տեղամաս Հայկի հետ, կփորձենք հենց գոնգերի վրա կլիկները ստանալով առաջ եթանք, մի քիչ ես կկրակեմ, մի քիչ դու, ես կկրակեմ, դու օպտիկայով կնայես, դու կկրակես, ես օպտիկայով կնայեմ, 300-ը մենակ ես սկսեմ, մի հատ ձեռի մասը ցույց տամ, էլի քեզ։ Ես սրանից էլի չես ուզում։ Չէ։ Իսկ որ ականջի մեջ դնովի բերեմ։ Չէ, խանգարում չի։ Այ մենք ոնց ենք անում։ Այս ձեռը մենակ ձգան քաշելու ձեռն է, քո դեպքում աչը։ Էսից դու միտեից բռնում ենք, սրանով ենք նշան բռնում։ Նույնիսկ կլնում է պարկ ենք դնում, պարկով, պարկը սխմելով հանում ենք, իջացնում ենք։ Այս ձեռը նշանի ձեռն է, էսի մարդկա դաժե սենց չի բռնում, սենց է բռնում։ Մենակ ձգան քաշելու ձեռն է, պարկած կրակելուց, երբ որ ոտեր կա։ Հիմա էս կրակում եմ։ Վերով անցել է։ Շատ։ Չէ, վերով անցել ես։ 10 եմ դնում։ Ձախեր։ 10 եմ դնում նորից կրակ։ Ահա։ Մեկ, հեսա մի հատ է խփեմ։ Հա։ Ձախը շատ էինք տվել։ Հիմա արի 3 հատ է դու դրան խփի եղբայր, հա։ Ես աչու ձախը դզեցի, շատ էր 10-ը, 7 եմ սարքե։ Այդ ասածս ձևը հիշար, չէ, մի ձեռդ մենակ ձգանը քաշելու ձեռն է, մյուս ձեռդ հիմնականը պարանում բանից։ ձեռի տրամարում։ Չեմ լիցքավոր է։ Տես էլի բերիր դեֆոլթով քո տեղը։ Ես կարմիրին։ Նույնին, չէ, այդ կապուտին է խփի, նույն։ Էսի մենակ ձգանը քաշելու մասին թող մտածի, սրանով պետք է պահես։ Լսար ձենը։ Հələ մի հատ էլ է պակսեցնել ուզում, որտեվ հատ ձախ է թեքում։ Դիզեկը վրես է տալի։ Տեղը արինք։ Այդ միշենը դոշի չափ է։ Էսի հիշի 10-ով ենք խփում։ Էս ամա 300 է։ Կվերջում կգրենք, մենք արի հաղորդումը իրար հետ մեր հավեսով նկարենք, հիմա ետնք 400։ Ընդհանրապես սրան ու SVD-ին մոտավոր 10-10 որ հելնում ես, 300-400-500 ալնում։ Հիմա ըստ սցենարի 20-ով 400 ենք խփելու կամ 21-ով։ 31 կամ 32-ով 500։ Պատկերացրի։ Հեսա դնեմ, հեսի դնեմ 21, հա,
Այս 400-ին մեծ գոնք չունենք։ Հենա 4 թիվը տենում ես անմիջապես տակը։ Գույնը կծած գոնգա, տեսար։ Հենց տեսած, ասա ես է խփեմ։ Փոքրած ուզում ես, արկի 10։ Կտար, խփեմ։ Անդրան կրակում եմ։ Վերև էր, չէ՞։ Ներքև աչ խփեցի։ Բասի։ Մի հատ էլ էլի կրակեմ։ Մի հատ էլ եմ նույնին խփում։ Էլի աչ տակներ։ Է, ձախիս կպակ։ Արի դու ես։ Հիմա քո հերթն է այդ 400-ի նույնին խփելու։ Բասի ես էլ նստեմ նայեմ էլի։ Կներեք։ Բայց նայ ձեռդ էլի, չնայած տենց է կարած։ Գոնգ, նույն ձև շարունակի, կարած մեջտեղից մխուճուր է, վերևով կսելով անցավ, էսի 20-ն է լավ, իշի 20, արի դու եմ մնա, հա 30-ով է խպենք 500, հա, արի, դու խպի հետո ես, 500-ից աչ տենում ես միած սպիտակ կա կողքը կապուտ, այս սպիտակին 1, 2, 3, առախ պերջան, ես նայում եմ սպիտակին, նայ էլի քո ձևով ես ձեռդ դնում, գոնգ, գոնգ, ձախ եզրով, շատ արագ որտև վրա խփում ես, հեսա մենք որ հաղորդումը փագենք կսկսենք մանրնակ այդ կտորեն անցնել, խորանալ, այդ կլիքները հաշվել, տենալ ոնց է աշխատում, մերսի ասում որ դու մեր ազատազեն եղբայրն ես, որ քո հավեսով շամշադինում պարապում ես, վստահ եմ մարդկանց մարզացե կլնես քո զենքով, մենք մենակ միավոր չենք էլի մեր զենքով, երբ որ մեզնից մեկը զենք ունի, մի քանի հոգի հաստատ դրանից օգտվում է։ Քեզ միշտ ստեղ ուրախ ենք, ինչպես յուրաքանչյուր հայ եղբոր կլնի Սյունիքից, Արցախից, Տավուշից, թե մոտակա գյուղից ասենք թե։ Մերսի որ եկար, ով է հավանում է ասում է միացեք, հետևեք, զինվեք, Patreon դառեք, որ այս ամեն ինչը Հայաստանում դառնա սովորական ու նորմալ։ Այսքանը, մերսի Այկ ջան։